207 հրապարակում Հայաստանի մասին 207 անգամ մեր երկիրն անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ գործող Ազերթաչ լրատվական գործակալությունը կես տարվա ընթացքում օրական գոնե մեկ նյութ Հայաստանի մասին պարտադիր պատրաստել ու հրապարակել է, ձևակերպումների հարցում առաջնորդվելով Բաքվի բռնապետի նախասիրություններով։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը իր ծավալապաշտական նկրտումներից եւ օրակարգից իրենց առավելապաշտական ծրագրերը չեն հանել, իսկ դա ուղիղ ցուցիչ է մեզ, որ մենք վտանգված ենք որպես պետություն, դա խոսում է նրա մասին, որ այսպես կոչված հաղթանակից հետո Արցախը մարսելուց հետո հիմա ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում Հայաստանը ներկայացնել որպես պատմական Ադրբեջանի տարածք եւ դրա հիման վրա դերևս որպես մշակութային ժառանգության վերականգնման ընձեռման հնարավորություն դիտարկում են արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին իրենց այդ ակնարկները։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը խաղաղության բանակցություններից հանել է արցախցիների վերադարձի հարցը հստակ թվերով, միլիմետրի ճշտությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Ընդ որում, ադրբեջանագետը հիշեցնում է, Ալիևը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզն օրակարգ բերեց հենց դրանից հետո, կոնկրետ 2022-ի Պրահայի հանդիպումից հետո, երբ վարչապետ Փաշինյանը ուղիղ ձևակերպեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Իրականում խնդիրը միայն քարոզչական կամ քաղաքական հայտարարությունները չեն, այլ խնդիրը այն խորքային ծրագիրն է, որը ընթանում է Ադրբեջանում։ Տեսնում եմ, թե որքան շատ պետական ռեսուրս է դրվում այս գործին եւ շատ բարձր տրամաբանական հարց պետք է ինքներս մեզ տանք։ Եթե Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կապված որևէ տարածքային նկրտում, հետագայում պատերազմ սանձազերծելու մտադրություն կամ Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ցանկություն, ապա ինչու է այսքան շատ պետական ռեսուրս դրվում այս վտանգավոր եւ պատմական հնքից զուրկ թեզի հայեցակարգի սպասարկմանը։ Մասնագետն ասում է, պատմակեղծարարության շոուն Ադրբեջանում սկսում են դեռ դպրոցից, աշխարհագրական եւ պատմական հիմնավորում չունեցող թեզերը մտցնելով ադրբեջանցիների գլուխները։ Ահա օրինակ այս դասագիրքը, որն ասում է, թե իբր հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ասենք հարևան պետությունը քո երկրի տարածքը համարում է իր պատմական հողը եւ ակտիվ քարոզչություն է իրականացնում, որ դու իրենց հեղասպանել ես։ Դա կարող է հանգեցնել Ռամիլ Սաֆարովների նման կերպարների հայտ գալուն։ Որևէ կերպ այդ քարոզչությունը, որը ընթանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ որը բոլորը փորձում են կապել բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արկայության հետ, չի դադարեցվում։ Հիմա արդեն հավակնությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է։ Իդեպ մեր սահմանադրության հետ օր ու գիշեր կռիվ է տալիս Ալիևը, պահանջում, որ մայր օրենքի նախաբանից հանենք անկախության հռչակագրի հղումը, հիմնավորելով, թե սա տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, մինչդեռ Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ, Սյունիքից Շիրակ, Վայոց ձորից Տավուշ։ Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Թրամփը կմասնակցի հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայում կայանալիք մեծ յոթնյակի հանդիպմանը, որտեղ կքննարկվեն արհեստական բանականության, առևտրի եւ հանցավորության դեմ պայքարի հարցեր։ Աքսիոսի փոխանցմամբ հանդիպումը չի հանգեցնի կոնկրետ համաձայնագրերի ստորագրման, այլ կծառայի փոխհամաձայնության ձևավորմանը։ Թրամփը ըստ աղբյուրի հիմնականում կենտրոնանալու է բիզնես թեմաների վրա, մասնավորապես Միացյալ Նահանգներում մշակված արհեստական բանականության տեխնոլոգիաների աջակցման եւ Չինաստանի ազդեցության նվազեցման շուրջ կարևոր մատակարարման շղթաներում։ Իրանի հետ բանակցությունները լավ փուլում են, բայց հնարավոր է նաև ռազմական տարբերակ, չնայած Միացյալ Նահանգները դա չի ցանկանում, հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Նրա խոսքով Վաշինգտոնը չի ցանկանում, որ հարստացված ուրանը Իրանից տեղափոխվի Ռուսաստան։ Եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ Վենսը ասել է, թե հնարավորություն կա վերականգնելու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները։ Սա այն է, ինչ նախագահը խնդրել է մեզ եւ սա այն է, ինչի վրա մենք կշարունակենք աշխատել, բայց տանգո պարելու համար 2 հոգի է պետք, նշել է Վենսը։ Պուտինը Սի Ցինփինի հետ բանակցությունների համար ժամանել է Պեկին, Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։ Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության եւ գործակցության մասին պայմանագրի 25-ամյակի հետ։ Նախատեսվում է մոտ 40 փաստաթղթի ստորագրում։ Արդեն հայտնի է, որ Պուտինն ու Սի Ցինփինը հանդիպել են Պեկինի Տիանանմեն հրապարակում։
Ռուսաստանի դեմ նոր հերահար հարվածներ կլինեն հունիսին Ուկրաինան կմշակի իր հերահար պատժամիջոցները Ռուսաստանի տարածքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Իդեպ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Կիևը պլանավորում է Բալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի թիկունքի վրա։ Ըստ հաղորդագրության Ուկրաինայի իշխանությունները համոզել են Ռիգային հարձակվել Ռուսաստանի դեմ գործողությանը եւ որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմը արդեն տեղակայվել է Լատվիայում։ Գերմանիան թույլատրել է ռազմական գործողությունները Հորմուզի նեղուցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը լուրջ վնաս է հասցնում։ Հետևաբար մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ նավարկության ազատությունը հնարավորինս արագ վերականգնելու համար։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան նույնպես պատրաստ է տրամադրել ռազմական օգնություն, ասել է Գերմանիայի կանցլերը։ Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ գրառում կատարել X-ում, նշելով անկայուն տարածաշրջանում Թուրքիան կարևոր գործընկեր է։ Մեր շահերը համընկնում են պահպանելով առևտրային ուղիների բաց լինելը, էներգիայի հոսքը եւ մատակարարման շղթաների կայունությունը։ Գրել է ֆոն դեր Լայնը, հավելելով, որ Եվրամիությունը գնահատում է Թուրքիայի ջանքերը աջակցելու Իրանի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Խուզարկություններ եւ ձերբակալություններ Երևանում քրեական ոստիկանները խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաեւ մորֆին, մարիխուանա եւ շոկո տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Շոկոյով լցված կաթուցիչ եւ որսորդական հրացաններ, կան ձերբակալվածներ։ Դատական նիստերի ձգձգումները ու մեղադրյալների ուղեկցման խնդիրները քրեական արդարադատության համակարգում մնում են ոլորտի ամենատանջված թեմաներից։ Փաստաբանների խոսքով հատկապես կալանավորված անձանց դատարան տեղափոխելու գործընթացում հաճախ առաջանում են կազմակերպչական խնդիրներ, որոնք երբեմն կարող են ազդել նաև դատավարության բնականոն ընթացքի վրա, քանի որ ոստիկանությունը երբեմն պատշաճ չի իրականացնում մարդկանց տեղափոխումը։ Պրոբացիայի ծառայությունը ինքնացում է ես ուղեկցողը չեմ։ Իմ դիազորությունների մեջ ուղեկցման դիազորություն չկա։ Պետք է ուղեկցի ոստիկանությունը։ Ոստիկանությունն էլ ասում է, ես մենակ բացառապես կուղեկցեմ, այդ համապատասխան դրության պայմաններով, բայց օրինակ եթե մարդը դատարանի որոշմամբ հիվանդանոց պետք է գնա, բուժման եւ այլնի հետ կապված հիվանդանոց գնալուց այս դեպքում երկու մարմիններն էլ հրաժարվում են ուղեկցելուց։ Կառավարությունը երկարատև դատական գործերի խնդրի հետ կապված առաջարկում է փոփոխություններ կատարել քրեական դատավարության եւ քրեակատարողական օրենսգրքերում, ներդնելով հեռավար դատական նիստերի անցկացման հնարավորությունը։ Նախատեսում են, որ մեղադրյալները կամ դատապարտյալները որոշ դեպքերում դատական նիստերին կկարողանան մասնակցել տեսակապի միջոցով, քրեակատարողական հիմնարկներից կամ ձերբակալվածների պահման վայրերից։ Հիմնական նպատակը նախագծում ձևակերպված է հասարակական կարգի առողջության վարույթի մասնավոր մասնակիցների հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման եւ ողջամիտ ժամկետներում դատական քննության ապահովման նպատակով։ Նախագծով սահմանում են նաև երաշխիքներ։ Կողմերը պետք է տեսնեն ու լսեն միմյանց, իսկ մեղադրյալը ու պաշտպանը հնարավորություն կունենան գաղտնի հաղորդակցվելու։ Փաստաբանները սակայն զգուշացնում են միայն տեխնիկական լուծումը բավարար չէ։ Ընդգծում են, որ քրեական դատավարությունում կարևոր է նաև դատարանի եւ դատավարության մասնակիցների անմիջական առերեսումը։ Մասնագետների կարծիքով դատական նիստերը հաճախ հետաձգվում են նաև դատախազների ծանրաբեռնվածության եւ նիստերին չներկայանալու պատճառով։ Նրանց համոզմամբ պետությունը պետք է ավելացնի դատախազների թիվը, որպեսզի չտուժեն դատավարական ժամկետները։ Գլոբալ եթե հարցին նայենք, դատարանի ճիշտ որոշում կայացնելու համար ես կարծում եմ, որ պետքա կոնկրետ դատավարության մասնակիցը պետքա տեղում լինի, որովհետև այդ անձի վարքից դրսևորած հոգեբանական շատ հարցեր կա, որ պետք է հասկանանք մեղադրյալը ենթակա քրեական պատասխանատվության թե չէ։ Օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղությունը ըստ մասնագետների մոտենում է անգլո-ամերիկյան նախադեպային իրավունքի մոդելին, թեև այն էապես տարբերվում է Հայաստանում գործող համակարգից։ Փորձագետների կարծիքով հեռավար դատական նիստերի արդյունավետությունը կախված է լինելու ոչ միայն օրենքից, այլև դրա կիրառման մեխանիզմներից։ 2018-ից հետո դեպի Սանահին եկող 2 միլիարդ դրամանոց ճանապարհ է վերանորոգվել։ Համայնքում 1.6 միլիարդ դրամի ներդրում է արվել։ Ընտրողների հետ հանդիպման ընթացքում Լոռու մարզում հայտարարել է,
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնատու Նիկոլ Փաշինյանը։ Նա համայնքի բնակիչներին ներկայացրել է սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքները եւ դրանց արդյունքները։ Փաշինյանը մասնավորապես խոսել է թոշակների ավելացման եւ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին։ Շատ կարևոր է նաեւ այն, որ նախկինում կային քրոնիկական հիվանդություն ունեցող թոշակառուներ, ովքեր ստիպված էին ամեն ամիս 10-20-30 հազար դրամի, նույնիսկ 40 հազար դրամի դեղեր գնել։ Հիմա այդ դեղերը իրենք ստանում են առողջության ապահովագրության միջոցով եւ այն փողը, որ իրանք նախկինում դեղերի վրա էին ծախսում, հիմա այդ մնում է իրանք գրպանում։ Հետեւաբար այդպիսի շուրջ 50 հազար թոշակառուներ կան։ Արտերկրի լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է հրապարակել, թե ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակի գլխավորող Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել։ Վաղ առավոտյան քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել պնդելով, որ падգամավորության տեխնատուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, սակայն Նարեկ Կարապետյանը հերքել է այն, նշելով, որ ոչ միայն չի ունեցել ռուսական քաղաքացիություն, այլև իր կյանքի ընթացքում եվրոպական մի շարք պետություններում ավելի երկար ժամանակ է գտնվել, քան հենց Ռուսաստանի Դաշնությունում։ Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց նաև, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ նշել են, թե իրենք Նարեկ Կարապետյանին որպես падգամավորի տեխնացու գրանցել են ստուգելով համապատասխան բոլոր փաստաթղթերը եւ դրանց օրինականությունը։ Նարեկ Կարապետյանը հայտնել է նաև, որ դիմել են Ռուսաստանի Դաշնությանը համապատասխան տեղեկանքներ ստանալու համար, համաձայն որոնց ինքը Դաշնության քաղաքացի չի եղել։ Մեր երկրի ռեսուրսները սխալ օգտագործելու պատճառով են վատ ապրում, համոզված են ուժեղ Հայաստան դաշինքում։ Քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարում է, աբսուրդի ժանրից է, երբ ջուր ունեցող երկրում դեռևս բազմաթիվ բնակավայրեր կան ջրի խնդիր ունեցող։ Իսկ սա գյուղացիների համար լրջագույն խոչընդոտ է։ Անցնող տարիներին գյուղատնտեսության ոլորտում մինչև 15% անկում է գրանցվել։ Խնդրահարույց է նաև մթերման վիճակը։ Ուժեղ Հայաստանը խոստանում է իշխանության ղեկն իր ձեռքն առնելու պարագայում Հայաստանում կստեղծվեն մթերման կայաններ, գյուղացուն ազատելով այս։ Երբ ասում են Հայաստանում մարդիկ չեն կարողանում նորմալ գումար վաստակեն, այս կամ պոտենցիալ խելք ունեցող ժողովրդի մեջ ոնց կարա դա լինի։ Մի հատ բան է պետք, վարժ ղեկավար, փոփոխություն է պետք։ Այս մարդու ժամանակը գնացել է, ինքը թող իր դեմքը ամեն օր ցույց տա, դուք էլ ձեր շրջապատին, ովքեր որ դեռ չեն կողմնորոշվել, ցույց տվեք այս մարդու դեմքը, ասեք, եթե դու քո ընտանիքի անդամին կվստահես այս մարդուն, եթե այս մարդը ավտոյի ղեկին լինի, կվստահես այս մարդուն, մի գնա ընտրության կամ գնա իրան ընտրի։ ՀԱԿ-ը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության գալու դեպքում բարեփոխումներ կիրականացնի դատական համակարգում։ Կուսակցության անդամները խոստանում են ապօրինի վճիռներ կայացրած անմեղ քաղաքացիների ապօրինի կալանավորած, քաղաքացիների սեփականության եւ հիմնարար իրավունքները դիտավորությամբ ոտնահարած բոլոր դատավորներին կենթարկեն կարգապահական ու քրեական պատասխանատվության։ Կդադարեցվեն նրանց լիազորությունները։ ՀԱԿ-ի իշխանության գալու դեպքում կներդրվի առաջին ատյանի դատարանների երկողակ կառուցվածք, որտեղ տեղական դատարաններում կլինեն ոչ ծանր գործեր ու մինչև 3 միլիոն դրամ քաղաքացիական վեճերի վարույթները, ավագ դատարաններում ծանր հանցագործություններ եւ 3 միլիոն դրամից ավելի գույքի շուրջ վեճերի վարույթներ։ Իրավական համակարգի օրենքի գերակայության վերականգնման գործընթացն լինելու, որի արդյունքում ոչ ոք չի կարողանա ապօրինի քաղաքական մոտիվացիաներով հարձակումներ գործի մասնավոր սեփականության դեմ մի կողմից, միևնույն ժամանակ բնականաբար ապօրինի ձեռքբերված գույքի նկատմամբ կիրականացվեն օրինական գործընթացներ, որոնք որևէ կերպ չեն կապվելու քաղաքական կամ ընտրական գործընթացների հետ։ Բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության տեխնացուները մուկ են տշել կառավարության շենքի դիմաց։ Նախատեսել էին, որ պրոցեսին պետք է միանային նաև պատահական անցորդները, սակայն իրավապահները շատ արագ կառավարության շենքի առջևից հեռացրել են ֆուտբոլի դարպասները։ Պատկերացնում եք, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սկսնակ քաղաքական ուժին խոչընդոտել են մուկ տշի։ Պլաստմասից գոլերից ահաբեկված, այս գոլերը տարան։
Բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորության տեխնացուները բացատրեցին, որ այս ակցիայի նպատակը ներկա քաղաքական procesների իրական էության մերկացումն է։ Նաև ներկայացրել են, թե որոնք են ընտրություններին մասնակցության նպատակն ու թիրախները։ Առաջինը վերադարձնելու ենք բոլորին դեմ վանդակը, որ միշտ քաղաքացին կարողանա գնահատական տալ բոլոր քաղաքական ուժերի փաթեթով։ Երկրորդը շեմի իջացնելու ենք 1%, որ նոր ուժերը լսելի դառնան, որ մոնոպոլիզացված չմնա այդ մեծերի հարուստների կամ վարչական ռեսուրսավորների համար, ու երրորդը կայուն մեծամասնությունն ենք վերացնելու, ինչը մեկ էլ ունեցել է Մուսոլինին, դա տենց օրինացա, որ մի քիչ առաջ իշխանությունը դնի երկրորդ փուլ էլի վերարտադրել։ Փոքր ուժերը, որոնք արժանի են լսելի լինել առանց փոփոխությունների, չեն կարող հայտնվել խորհրդարանում եւ չեն կարող ազդել երկրում տեղի ունեցող procesների վրա։ Իրենց առաջարկած բարեփոխումների իմաստն են պարզաբանել բոլորին դեմ եմ քաղաքական ուժի падգամավորության տեխնացուները։ Մասիսում մայիսի 19-ին ողբերգական հրդեհ է եղել։ Երևանյան փողոցի տներից մեկում նկատված կրակի եւ ծխի դեմ նախ պայքարել են քաղաքացիները։ Հետո փրկարարության Մասիսի շրջփրկարական ջոկատի շրջները մարել են հրդեհը։ Ներսում երկու քաղաքացու կիսամոխրացած դի են հայտնաբերել։ Եվս երկու քաղաքացու Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Հետո տեղափոխել Երևանի հայրվածքաբանության ազգային կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են, իդեպ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։ Մայիսի 19-ին Մերսեդեսը նոր գեղի բնակավայրում Թևոսյան փողոցում բախվել է հայ մամուլին պատկանող մեքենային, հետո վրաերթի ենթարկել հետիոտնին, մասամբ հայտնվել ջրատարում։ Մերսեդեսի վարորդն ու վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել է ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտակի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչովա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Մայիսի 20-ին Այգավան գյուղի վարչական տարածքում օփելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, հայտնվել գետում։ 4 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Մայիսի 19-ին Մայրաքաղաքում Շիրակի փողոցի 2 կոտորակ 29 հասցեի դիմաց բախվել են Մերսեդեսն ու 2 օփելը։ Բախման հետևանքով օփելներից մեկն էլ կողաշրջվել է։ 3 հոգի, այդ թվում 2 երեխա տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Մայիսի 19-ին Երևան Երասմեղրի ճանապարհին բախվել են 40-ամյա Էդգարի Նիսան Ռուժը եւ 32-ամյա Զավենի Վազ 2107-ը։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վայոց-Ձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Վայոց-Ձոր բժշկական կենտրոն։ Մայիսի 18-ին Գյումրիում Վազգեն Սարգսյան փողոցի 1 կոտորակ 27 հասցեի դիմաց բախվել են 5 մեքենա։ Վարորդներից Ժանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։